Ներքնազգեստի կանոնները։ Սովորեցնում ենք երեխային անձնական սահմանները, ներքնազգեստի կանոնները կամ պրուսիկների կանոնները։ Ներքնազգեստի տակ գտնվում են ինտիմ մարմնի մասերը, որոնք ընդունված է ծածկել հագուստով։ Ոչ ոք չպետք է նայի դրանց կամ դիպչի դրանց, բացի ծնողներից և բժշկից։ Հատուկ դեպքերում փոքրուց սովորեցրեք երեխային ճիշտ տերմինաբանությունը։ Վուլվա, հեշտոց, առնանդամ, ամորցի։ Այս նպատակների համար կան հրաշալի մանկական գրքեր, որտեղ ամեն ինչ նկարագրված է պարզ և հասկանալի բառերով, սխեմատիկ նկարներով։ Իսկ ահա սեռական օրգանների ծիծաղելի և անհեթեթ անվանումների հետևում թաքնված է ամոթը, որը երեխաները շատ լավ զգում են և վտանգի դեպքում կարող են վախենալ պատմել ծնողներին, եթե ինչ-որ բան պատահի։ Որքան ավելի ուղիղ և բաց երկխոսություն հաստատեք ձեր երեխայի հետ, այնքան ավելի հեշտ կլինի նրա համար դիմել ձեզ օգնության, եթե ինչ-որ բան սխալ գնա։ Երբ երեխան պատրաստ է շփվել ինչ-որ մեկի հետ, բացի մորից և հորից, կարևոր է նրան ծանոթացնել մտերմության շրջաններին։ Սկսեք միասին նկարել և պատմեք, թե յուրաքանչյուր շրջան ինչ է նշանակում։ Ամենամոտ մարդիկ, հարազատներ, ընկերներ, հարևաններ, անծանոթներ։ Բացատրեք, թե ում կարելի է վստահել, ինչ չափով և ինչու, իսկ ում ոչ։ Անպայման ասեք, որ մեծահասակները չպետք է երեխաների հետ գաղտնիքներ ունենան։ Եթե մեծահասակը քեզ խնդրում է գաղտնիք պահել, անպայման այդ մասին ասա մամային կամ պապային։